երկու համայնքների տրանսպորտային միջոցը նույնությամբ մինչև հարցի իրական եւ վերջնական լուծումը։ Դուք համաձայն եք ապրոտվել են իրան։ Ես սպասում եմ այդ պատասխանը։ Հա, եթե 25 համարը 89 համարը մնալու է նույն ձևի յուղ է մտնելու, խնդիր չկա, մենք սպասենք։ Սիրելի Պրոշյան համար, ես ներկայացրել եմ նաև օրենքի կետը, որը որ ասում է, որ հակառակ պարագայում օրենքը անօրինական լինելու համար պետք է հայտարարվի նոր տենդեր եւ հաշվի առնվի համայնքների բնակչության կարծիքը։ Դուք համաձայն եք դրա։ Ես մի առաջարկություն ունեմ, քանի որ երկու համայնքից ներկայացուցիչներ էլ կան, դարձյալ ես ուզում եմ անդրադառնալ օրենքի հենց այդ կետին։ Հարգելիներ, եթե մարդ կա, որ մինչև հիմա չգիտի, որ կառավարության կողմից օրենքն ընդունվել է 2006 թվականին եւ 19 տարի չեն անդրադարձել այդ կետին, հետո 2021 թվականին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է միայն մուլտիտրանսը եւ շահել է 250 դրամ ուղևարցի արժեքով, այն դեպքում, երբ այդպիսի ուղևարցի արժեք այս կողմերում չի եղել ընդհանրապես, մեզ կառավարությունում դա պատճառաբանեցին նրանով, որ մրցույթի մասնակիցը մեկ ընկերություն է եղել եւ իրենց առաջարկած այդ ուղևարցը գինը թողել են նույնը։ Հիմա ես ասում եմ, թող ինձ ներեն, բայց ինձ կասկածելի է թվում, որ մրցույթին մասնակցում է ընդամենը մեկ ընկերություն եւ հաղթում է, էլ չասեմ, որ օրենքը ընդունվում է 2006 թվականին եւ 19 տարի չի գործում ընդհանրապես, իսկ 2021 թվականին մրցույթ հայտարարելուց հետո եւս 4 տարի չի գործում եւ որոշում են միկրոավտոբուսները երթուղի բերել 2025 թվականին եւ արդեն աստղաբաշխական գներով։ Հիմա ասեմ, ես հարց եմ բարձրացրել նաև կառավարությունում։ Այս ընթացքում արդյոք բարելավվել է այն խոցելի խավերի կյանքը, որոնք նվազագույն աշխատավարձ եւ նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Իսկ բոլորս գիտենք, որ հանրային տրանսպորտից օգտվում են հենց այդ խավի մարդիկ եւ ընտանիքներ կան կոնկրետ Պրոշյանում, որի անդամներից 4-ը նույնիսկ 5-ը օգտվում են հանրային տրանսպորտից։ Հանրային տրանսպորտից են օգտվում նաև մեր զոհված զինվորների ընտանիքի անդամները, երեխաներ, 3 երեխա, կինը, ծնողները, նրանք ի վիճակի են տանելու այս ֆինանսական բեռը։ Ես ուղղակի այս դեպքում պահանջում եմ, պահանջում եմ, որ հարգեն այն մարդկանց ընտանիքների իրավունքները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Իսկ մենք, մեր կառավարությունը, մեր, ինչ ասեմ, թո իշխանավորները չէ, մեր համամարզեցիներն ասեմ, մեր ուղղակի հայ մարդիկ, այդ մարդկանց արյունը չեն արժևորում, չեն հարգում մարդկանց կորուստը եւ ցույց տան ուղղակի ուշադրություն։ Իհարկե, այդ մարդկանց կորուստը անդառնալի է, հազար ներողություն, բայց իմ տղան 44-օրյա պատերազմի մասնակից է, ամսի 28-ին գնացել է եւ զորացրվել է դեկտեմբերի 24-ին։ Երբ իմ աշակերտները զոհվեցին, ես աննասելի տառապանքներ եմ տարել, որովհետեւ զանգից զանգ եմ ապրել։ Ես Փառք Աստծո կորուստ չեմ ունեցել, բայց իմ աշակերտները իմ հարազատներն են։ Նրանք եւս ինձ համար են զոհվել, մեզից յուրաքանչյուրի համար են զոհվել։ Այսօր մենք մարտավոր ենք գնահատել նրանց։ Հարգելի լրագրողներ, շատ ներողություն եմ խնդրում։ Ուրեմն այսպիսով ձեր ներկայությամբ հայտարարվեց, որ մենք երկու համայնքներով բացառապես միասնական ենք գործելու այսուհետ, մենք ամբողջությամբ միանում ենք Պրոշյան համայնքի հարցադրմանը, պահանջին եւ Պրոշյան համայնքը նույնպես միանում է մեր պահանջին։ Ձեր խաթրով գնում ենք, ընկեր, մի բան արեք, երկու հոգի մարդ է, մեջը 70-ամյա գնացեք ենքում, հայրենասիրությունից եք խոսում, մարդասիրությունից եք խոսում, երկու հոգի 80 տարեկան մարդիկ են նստած մեջը, նստեք, ճանապարհը բացեք
Ահա, ավտոբուսն է։ Մարդ է։ Հավա ենկոմ գնացեք, անցեք ես ապա։ Դու մարդ ես, բայց մարդիկ կան չեն հասկանում մարդ։ Մարդ են, եկան մարդը, որ ասեք մի շաբաթ դասել են դրա պատասխանը։ Ղեկավարությունը չէ ստեղծել այս պայմանները։ Մի խոսած Ղեկավարությունը չէ ստեղծել այս պայմանները։ Ղեկավարությունը ինչ կապ ունի 80 Ստեղծել այս պայմանները ժողովրդի են անել իրար դեր։ Բաները մի հատ Ով է խմած, արի չեմ։ Ոտը չեմ արժի։ Խմացա։ Եթե խմացա մեկուսացրի։ Իմանե վենց հիմա ես եմ տանում, պարոն Ազիզյան։ Պարոն ոստիկան։ Իսկ ճանապարհը բացեք բացեք։ Մի վարկյանի։ Չեկելա հիվանդ տղա, հա։ Սա հեն Սարգիկ հիվանդ, խմացը հիվանդ, հա։ Չէ, խմացը հիվանդ Մեկը տարիքով կին կա։ Ինձ ավտոբուսը չի հետաքրքրում։ Եթե կարաք, մեկը ավտոն նստեցրեք, այդ կնոջը տարեք հասցրեք տուն։ Դուք ունեք մենք Որտից նստել են գնա մտե իշնեն, ով ասել։ Եթե ինձ թողենք, բայն մյուս մեքենայի մեջ էլ կարող է տարիքով մարդը լինի։ Բատարբերությունը որն է տարիքով է տարիքով։ Այդ կինը որպես հաշմանդամ նստել է, որ գնա ստեղից։ Միգուցե փողը չի մուծելու դրա համար։ Հարցը փողը չի ստե, թոպը տտվի հետ գնա, որտից նստել է գնա տուն։ Որտեղից է նստել, ուր գնա։ Որտեղ նստել է։ Որտեղից է եկել։ Որտեղ որ եկել է։ Դե հիմա թող գնա դե։ Որի վիճակի կեթա։ Մյուս մեքենայի մեջ էլ կարող է տարիքով հիվանդ մարդիկ լինեն։ Մարդասիրության նորմեր ելնելով Մարդասիրության հարցի։ Մարդասիրություն չունե։ Հետ եմ ասում, մյուս մեքենայի մեջ էլ է մարդ լինելու հիվանդ, չէ՞։ Մի հատ ավտոբուսը թողեք, ավտոբուս թողեք։ Մի հատ ավտոբուսի մար քելեք ինոց բռնենք հավա, ինքը չգիտեմ հիմա ում։ Պրոստը մահանան որ տարիքով հիվանդ կին, ուրիշ հետևի մեքենայի մեջ Վերնեմ քեզ ոչինչ, թող մի հատ ավտոբուս հիվանդ կինա մենք ենք Բայց ավտոբուսի մեջ ընդհանրապես ճիշտ ասում։ Կապ չունի, թողեք։ Գնա դեմից ճանապարհ։ Փագի դուրս փագի։ Դուրս փագի։ Փագի քշի։ Փագի դուրս։ Ու չբացես։ Ես դեմից են։ Կային շուտ եկող վերցի։ Արի։ Կային մի հոգի հետ գնացեք։ Թողես ավտոբուսը Բացեք դե, հա։ Կարի, ճանմիցը չեն է։ Դեղե գրամը չեն գնացեք։ Առաջ։